թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Միակ էակը ումից վախենում է առյուծը, դա իր կինն է։ Իսկ դա նշանակում է, որ եթե դուք վախենում եք ձեր կնոջից, ուրեմն դուք առյուծ եք։ Եթերում Եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Ինչպես հասկացել եք, արդեն եթերում Եփող թափողներն են, ես եւ պարոն Արբին այսօր հյուրընկալել ենք Վարդուհի Ալեքսանյանին, սպորտային պարերի սպորտիվ վարպետ, դոցենտ, դասախոս, դոցենտ, գեղեցկուհի, հաղորդավարուհի, ժյուրի անդամ եւ հիանալի անձնավորություն։ Ողջույն կոլեգա։ Ինչպես եք։ Լավ, շատ լավ, դուք։ Ինձ թվում է ես ամեն ինչ կարամ անեմ Վարդու նման։ Ну, Վարդուց, իհարկե, բացի պարելուց։ Արբի դուք։ Ես չէ։ Ինչ չէ։ Պարելը մոռացինք։ Ես էլ եմ մետ եմ ասում։ Պարել չէ։ Բայց վատ պարող չկա, վատ դասատու կա։ Մենք էլ ենք ասում։ Հիմա ուզում եք ասել, որ կարող ենք Արբին սովորեցնել պարել։ Միանշանակ։ Չա։ Եթե ցանկանա, այո։ Ասա, ռումբա, սամբա, թե չա։ Լավ էլ գիտի անունները։ Ընտրիշ։ Չգիտեմ։ Չա։ հետարքիր է։ Չա։ Բայց այսօր չէ։ Այսօր չէ։ Կարա եմ մոռանալ, մնացածը մոռանամ։ Լավ, ընթացքում։ Իսկ կարող ես այդպիսի ուտես պատրաստել, որ չա պարեն ուտողները։ Կարող ենք։ Լատինամերիկյան կծվություն է։ Չեմ ուզում նեղացնեմ, բայց կարող ենք։ Կարող ենք, այո։ Ինչ եք պատրաստելու, պարոն Արբի, այսօր մեր գեղեցկուհի Վարդուի համար։ Այսօր յուրահատուկ պաստա կպատրաստենք։ Յուրահատուկ պաստա, հա։ Յուրահատուկ պաստա հավով, սնկով, հույսով որ կսիրենք։ Իտալական ուտես։ Ուրեմն իտալական պետք է պարենք։ Տարանտելլա։ Չեմ անում, ես կպարասնի, թե չեմ այս կհասկա։ Տարանտելլա, կարելի է իտալական պար է։ Հին իտալական ժողովրդական պար տարանտելլա։ Լավ, մնացեք մեզ հետ, շուտով պարզ կլինի, թե ինչից է պատրաստելու յուրահատուկ պաստա, յուրահատուկ մարդու համար, պարոն Արբին։ Եփող թափողները։ Ահա եւ մենք եւ փաստորեն յուրահատուկ պաստա պատրաստելու համար մեզ պետք է պաստա, կանանչի, սխտոր, հավ, ընկույզ, լուրպակ կարակ, սոխ, պարմեզան տեսակի պանիր եւ շամպինյոն տեսակի սունկ։ Միշտ ասում եմ եւ ծիծաղում։ Արդյոք ֆրանսերեն տիրապետում եք։ Շամպինյոն նշանակում է սունկ։ Սունկ տեսակի սունկ։ Եվ հետաքրքիր է, որ ամբողջ աշխարհում այս ընկույզին կոչում են հունական ընկույզ, բայց հունական ընկույզի հայրենիքը Ղրղստանում է։ Ղրղստանում կա մի հիանալի անտառ, որը որ 6000 քառակուսի կիլոմետր է։ Վաու։ 6000 Հայաստանի 1/5-ը դա ընկույզի անտառներ են պատկերացրում։ Ունենք նաև այստեղ դանիական մեր լուրպակը, սիրելի միշտ դանիական, ընդմիշտ դանիական։ Так, պարոն Արբի, դուք սկսեք զրուցել, ես սկսեմ դասավորել։ Հա, դուք դասավորեք։ Մենք Վարդու հետ միզամպլան անեմ։ Так, Վարդուի, ինչով եք զբաղված այս պահին, որ ձեզ չենք տեսնում հեռուստաէկրաններին։ Բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Так։ Ունեմ ուսումնական կենտրոն եւ մանկապարտեզ։ Եվ դուբրտոս, այո։ Так։ Կրթական ոլորտում եմ, այսպես ասած, մանկապարտեզում ես 3-ից 6 տարեկան սաներ ունեմ, ում հետ երեխաների հետ զբաղվում ենք, կրթվում են, սպորտային են, եւ ուսումնական կենտրոնի ղեկավար եմ, որտեղ երեխաները կրկին դասապատրաստվում են երկպար նկարչություն, մարմնամարզություն, բոքս, մի խոսքով։ Բոքս։ Այո։ Մասիվի թաղապետարանին բարևներ։ Ասածս ինչ է, հարցս ինչ է, դա միայն ու միայն հայ բալիկների համար է, թե ոչ միայն հայ։ Չէ, տարբեր ազգերից հաճախում են մեզ մոտ, իհարկե կենտրոնը հայկական է որպես այդպեսին, բայց պետական կառույց է համարվում, բայց ունենք նաև օտար ազգի երեխաներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լավ չէ, օտար ազգի, ոչ հայ։ Ոչ հայ։ Իրոք։ Չէ, գալիս են ռուս բալիկներ, այո, մամաները ռուս են, պապաները հայ են։ Իսկ ամերիկացիք, մեքսիկացիք, չինացիք, ամերիկացիք ո՞րն է, իռլանդացիք, իտալացիք, Չայնիզ ունեցել եմ, Մեքսիկ ունեցել եմ, ցուցակը սենց պատրաստում ընդլայնել, այսպես ասած։ Ինչով է գրավում, որ գալիս են ձեզ մոտ։ Ջերմությամբ, հոգատարությամբ, առողջ սննդով,
եւ բազմակողմանի զարգացած առարկաներով։ Երեխան երբ գալիս է մեզ մոտ, տնային աշխատանքները սովորում է, բոլոր ֆիզիկապես ակտիվ է լինում, կրթվում է եւ երեկոյան երբ տուն է գնում 6-ից 14 տարեկան, այո։ Երբ դպրոցից վերցնում են երեխային, ապահովում ենք նաեւ տրանսպորտ, այո, այսինքն դպրոցից բալիկին վերցնում եք, տանում եք ձեր կենտրոն, մեր կենտրոնում սնվում է առողջ ապրելակերպով, անցնում է ֆիզիկական տարբեր ակտիվիտիներ եւ այնուհետեւ դասերը սովորում է, գրած խմած ժամը 6-ին երեկոյան տուն է գնում, ծնողը միայն արդեն վայելում է իր բալիկին։ Ֆիզիկական ակտիվիտիների մասին։ Ֆուտբոլ, Soccer, այո, կարատե, տեքվանդո, պար, ջյուդո չունեք։ Ջյուդո չունեմ, բայց կմտածեմ այդ ուղղությամբ։ Դե ես որ գնամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մարդ ես։ Կամ ձեզ մոտ։ Սիրով կսպասենք ձեզ։ Դուք համ կպարեք, համ կսովորեք, համ էլ փորձի փոխանակում կարեք դեպքում։ Ինձ կարելի է դասել։ Ինչպես չի կարելի պարել։ Այո։ Так, պարոն Արբի, իմիջիայլոց կարող ենք Վարդուն ասել, եթե ոչ, մեզ հաճելի է զրուցել։ Ես ուզում եմ հաճելի է զրուցել, ես արագ սարքեմ ուտել։ Վարդու, ասում եք առողջ սնունդ։ Ինչն է դա, ըստ ձեզ եւ ով է ստուգում, առողջ է իսկապես թե չէ։ Միացյալ Նահանգներում այդ կարգը շատ կանոնակարգված է եւ խիստ է։ Մենք հատուկ օգտվում ենք այնպիսի կառույցներից, որտեղ որ պետականորեն հսկվում է, ստուգվում է եւ երեխան պետք է բացառապես տվյալ օրվա սնունդ օգտագործի, այո, պարտադիր թարմ լինի եւ հետաքրքիր է որ այնտեղի օրենքներով ամեն ափսեի մեջ օրական պետքա 6 տեսակի պարագա լինի։ Մսամթերք, բանջարեղեն, միրգ, չգիտեմ, սալատային որևէ բան կամ կրուպեղեն։ Ավելուկով աղցան կարելի է տալ երեխային։ Ավելուկով աղցան ոչ չի կարելի։ Կանստան նույնիսկ գրեչկա մենք իրավունք չունենք Ես երեխային։ դիմում եմ իմ զոհկանչին, տեսնում ես որ ավելուկով սալատ չի կարելի։ Քան տարեկան է ձեր բալիկը։ Իմ բալիկները։ Բալիկները։ Շատ են նրանք։ Հա, օ։ 25-ից մինչև 10 տարեկան։ Դե սա կարելի է ավելուկով աղցան։ Հա, բայց ուզում ասեմ ավելուկով աղցան вообще ոնց է կարելի ուտել։ Ինձ թվում է ավելուկը կարելի է։ Դե 30-ից հետո արդեն ավելուկ սարքեմ քեզ։ Իսկ դդմիկը դդմիկը կարելի է, դդմիկի ապուր են, այո, հյուրասիրո բալիկներին, հաճույքով ուտում են։ Հելովինից առաջ թե հետո։ Առաջ եւ հետո։ Երբ որ մնում է ավելորդ մնում է, մենք հետո պատասխանում ենք մուրաբա դդմիկի դեպ։ Հասկացա։ Բայց ասեմ նաեւ sense ավանդույթ կա, որ հայկական թթու են դնում պարտեզներում, ինչ որ լուրջ եմ ասում, sense բանկաները դնում են, երեխաները թթվի հետ պարագաները քյարաուզը բանամեջ պատրաստում են եւ երեխաները հայկական նեխորը լավ ներողություն։ Իսկ մեքսիկները չեն զարմանում։ Իրանք հետո գնում տանը փորձում են, տարածում են, այո, Եղաբանակ չհայերին հայաֆիկացնում։ Ստիպում ենք հայաֆիկացվել։ Ինչպես անցումը կատարեցիք, հեշտ էր, հեշտ չէր Հայաստանի Հանրապետությունից գնալ ուրիշ օտար երկիր, զրոյից սկսել ամեն ինչ։ Իրականում պատահական եմ այդպես ստացվել, պլանավորած չի եղել, մի 2-3 տարի որպես տուրիստ էի գնում Միացյալ Նահանգներ, հետո ունեի extraordinary green card-ի տարբերակ։ Իրավաբանս ասաց, լավ, այդքան շատ ես գնում գալի, գոնե մնա քաղաքացի դարձիր, հետո նոր կվերադառնաս։ Երբ ուղղակի մնացի տենց որպեսզի ժամկետս լրացնեմ, դրսում հաճախակի էին հարցնում, վայ բարի դպրոց ունես, վայ ինչ լավ ա եկել ես, վայ մեր բալիկներին ուզում ենք բերենք քեզ մոտ, կարծես այդ հարցերի կույտը ստիպեց, որպեսզի ես բացեմ կենտրոնը։ Որովհետև ինչի եմ հարցնում, որովհետև շատերը ցավոք սրտի չեն կարողանում իրենց գտնել, վեր գտնել անգամ։ Բավականին հայտնի մարդիկ կայացած գնում են եւ այնտեղ անկում է իրենց մոտ։ Ես ձեզ ասեմ, եթե դուք օրինական եք, եթե դուք ունեք բավականաչափ գիտելիքներ, ցանկացած տեղ ձեզ կգտնեք։ Պետք է լինեք աշխատասեր, նպատակասլաց եւ այդ այո, օրենքը չխախտեք։ Երկիրը թույլ է տալիս սովորել ցանկացած տարիքում 50-ից բարձր անգամ կարող են հանգիստ սովորել եւ դա անվճար է, սա հրաշալի դեպք է։ Քար դեպի մագարակը։ Ունի շատ առավելություններ։ Լեզուների հարցում գնալուց առաջ գիտեք տիրապետում եք։ Խոսի անգլիական դպրոցն եմ ավարտել, այնպես որ Վերջ Խոսի անգլիական լեզվի խնդիր չունեի գնալուց, բայց այնտեղ այնքան շատ են հայերը, որ նույնիսկ հա, հանգիստ բանկում, դեղատանը, պետական տեղ ես մտնում, քաղաքապետարան եւ այլն, մտնում ես բոլորը հայերեն են խոսում։ Ստել են քաղաքապետարանում հայերեն խոսում։ Մեկ ջղայնանայի Քայգարում ես մեզ։ Հետո հասկացար, մարդը գործ ա։ Իսկ դու Սերգեյն ա դանել։ Իմացած բան եղավ, կրկին դու։ Մեկ գործ պետք է։ Լավ, Արբի, ձեր հետ է խոսենք։ Ինչ կա, ինչ եք պատրաստում։ Ընկույզը այսպես դաժանաբար բլենդեցիք։ Դաժանաբար կտրտել եմ, հետո եմ բլենդում։ Հիմա սա ինչ է։ Սերուցք։ Օ։ Մի քիչ սերուցք։ Ինչ հետաքրքիր է։ Հույսով եմ խառնի։ Իդեպ այդտեղ գիտեք ինչ հետաքրքիր բան կա, երբ կաթը բացում ես, կարող է շաբաթներով մնալ եւ չփչանալ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պաստերիզացված։ Հա, ամբողջ։ Չէ, դա արդեն այդ դրան։ Իսկ երբ որ ուզում ես բնական կաթ, օրինակ կովի կաթ, իսկական, ու պետք է գնաս Արիզոնա նահանգ, պետք է Չես կարող գտնել, որ ուզես էլ չես կարող գտնել։ Ինձ մի անգամ մեր ընկերները շատ մոտիկ Ֆորշը, Արամոն ու Միքայելը Պողոսյան պատմել էին, որ Միշիկի առաջին տեսալակորն տեղ նկարել էին, որոշել էին, որ պետք է գառ ուտեին։ Եվ այդ գառ ուտելը դարել հայ ժողովրդի պատմություն։ Չէին գտնում։ Կալիֆոռնիայից Եսիմուր են այ դահո են գնացել ասել չգիտեմ։ Բայց հիմա շատ կգիտես, չէ՞։ Որ կարողանան, ու այդ մարդը չէր հասկանում 3 հոգին չեն եկեք գառ գնելու, որտեղ իր մոտից այդ գառերը տենց 10,000-ով, 20,000 տանում։ Դա խնդրեմ էր։ Իսկ հիմա երևի Ճորվանը փոխվել է, օրինակ շատ են եկել այստեղի, կարծեմ եզդիներն են, չէ՞, դու չեմ սխալվում, հա, եկել են, տարածում են, այնտեղ կան, հա, շատ։ Այսինքն Կալիֆոռնիայում եզդիները նորից մեր հայ եզդիները, վաճառում են գար, զանգում, պատվիրում ես եւ համեղ գար ես ուտում։ Իհարկե ես գիտեմ, որ ամենահամեղ գառը դա Հայաստանինն է, որովհետեւ Թուրքա եզդի եզդիները։ Չէ՞։ Յա, բայց մի րոպե։ Բան չկա։ Ավստրալիացիք ասում են, որ Ավստրալիայից։ Լավ, էլի տորմային պատմությունը։ Ну չէ, սորտը ամենահայտնին աշխարհում Ես գիտեմ, որ գառը մի ակենթանին է, որ ուտում է ուրց։ Տեսեք, դուք չգիտեք։ Այ, բա մարդը։ Այդ որ գառը Արդեն երկու։ Ես դրա վրա եմ, որտեղ ես էլ եմ ուրց ուտում։ Չէ, բայց այդ որ ես էլ եմ։ այդ որ գառը ուրց է։ գառի լավությունը իր սորտից է, չէ՞ որ։ Հայը, հայ գառերը ուրց, արբի լավ է Նոր Զելանդական։ Ուրց կերած գառերին թողել ես ընկել ես։ Ես ընկել համ հայ գառերին եմ պաշտպան։ Շատ լավ է կամ։ Հայ գառերի պաշտպան Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վարդու Ալեքսանյանը։ Հայ գառերի դեսպան։ Եփող թափողները։ Վարդուի, իսկ հերոստատեսություն չի կանչում, այո, չի կանչում։ Հերոստանգերություն կանչում է Հայաստանում, երբ գալիս եմ հյուր, կարծես տանը լինեմ, իրոք, ինձ շատ հարազատ է, անգամ մուտքից սկսած բոլորին սենց ջերմ կարոտած ընդունում եմ։ Եթերը շատ սիրում եմ, հատկապես ուղիղ եթերը, որպես այդպեսին, բայց Միացյալ Նահանգների եթերում երևի չի ցանկանա լինել, որովհետև նախ այնտեղ չեն նայում հերոստացույց, երկրորդը մենակ տատիկ պապիկներն են նայում, այդ սերունդն էլ արդեն ինձ գիտի հերիքա, որպես այդպեսին։ Իսկ դա հայկական հերոստատեսության մասն է, թե առհասարակ։ Չէ, կան այնտեղ 3 հայկական հերոստանգերություններ, հիմնականում պատրաստի ծրագրեր են որպես այդպեսին։ Իսկ ոչ հայկական։ Ոչ հայկական չի ցանկանա, որովհետև աուդիտորիան կարծես կապ չունի մեզ հետ եւ ինչ գնաց լուրեր վարես Fox TV-ում։ Իրականում ունենք մենք շատ հայտնի հայ հաղորդավարներ, ովքեր ամերիկյան հերոստալիքներում աշխատում են, բայց լրատվական ոլորտում են աշխատում։ Ցանկությունս երևի չէ։ Միլիոնատեր դառնալ հեշտ է, հեշտ չի, միլիոնատեր եք արդեն, թե ոչ։ Պարտադիր է, եթերում այդ մասին խոսենք։ Կարող եք ասել, որ ասեմ հեշտ չէր։ Հեշտ չէ, բայց արդեն հնարավոր է։ Ազնիվ աշխատանքով։ Քրտնաջան աշխատանքի դեպքում եւ գիտեք Ամերիկան ինչ սովորեցրեց, եթե դու սիրում ես քո աշխատանքը եւ պարբերաբար կատարում ես նույն գործը, նույն էներգիայով, անհնար է չհասնել հաջողության։ Դենիրոն ճիշտ էր ասում։ Այդ ես էի, Դենիրոն չի ասում։ Ինձ դա Դենիրոն էր ասել։ Դենիրոն ասել էր, որ եթե դու տարիներ շարունակ անես այն ինչը շատ ես սիրում եւ անես ճիշտ, օրերից մի օր կդառնաս միլիոնատեր։ Համաձայն եմ։ Դա Վարդու Ալեքսանյանն էր ասել, Դենիրոն ըստ էության լսել էր։ Միջին ամերիկյան դպրոցը։ Միջին ամերիկյան դպրոցը։ Համեմատելով այստեղի դպրոցի հետ։ Մի քիչ թույլ է։ Այստեղի լավ մաթեմատիկա իմացող երեխան այնտեղ կարող է միանգամից 2-3 դասարան ավել նստի։ Հիմա թե առաջ։ Ներկայիս։ Հիմա էլ։ Մի քիչ ուղղակի տարբեր է մեթոդները սովորեցման, այստեղ մենք շատ սովետական մեթոդներով ենք սովորել, իսկ այնտեղ մի քիչ ավելի հակառակ։ Ու իդեպ Ամերիկայում ամեն ինչն է թարս։ Դուռը բացվում է թարսողությամբ։ Լիտրը լիտր չի։ Սանտիմետրը սանտիմետր չի։ Դու ամեն ինչի փորձում ես ինտեգրվես։ Դե դուռը բացվում է հակառակ ուղղությամբ, որտեղ նրանք մարդիկ մտածել, որ դու վատանաս, ընկնես, կարողանաս դուռը բացես, ոչ թե վատանաս, ընկնես ու դուռը չկարողանա վրեդ բացել։ Ես նոր բացահայտում արեցի, որ գնամ իրանց տեղյակը պահեմ դրա։ Բայց դա ամեն ինչը դրա, այդ իմաստը իսկ լիտրը։ Լիտրը խնդիր է, լիտրը խնդիր է, որովհետև նրանք ֆրանսիացիների հետ հակած էին։ Իսկ դա եկավ այդ մետրիցկե համակարգը, հայերեն չգիտեմ ինչպես է։ Մետրային համակարգը։ Մետրային համակարգը եկել է Ֆրանսիայից։ Եկել է Ֆրանսիայից, իսկ Ամերիկան Ֆրանսիայի այդ ժամանակ պատերազմում էր եւ նրանց այսպես հակադրվելու համար մնացին իրancs փաունտները, գալոնները եւ այլն եւ այլն։ Մի քիչ դժվար ենք սովորում։ Մղոնները, նո միգուցե դժվար է, բայց կա։ Մեկը սովորում ես, ինչեւ է։ Так, պարոն Արվի սատկացնում է։ Так, ով են ձեր խոհարարները այնտեղ։
Հայեր։ Հայերը պատրաստում են բալիկների համար։ Այո, տարիքով ունենք շատ լավ խոհարար, 50 անց տատիկ է, ով պատրաստում է բալիկների համար առողջ Ես եմ 50 անց պապիկ եմ արդեն, տակ։ 50 անց է։ 50 անց եմ ես։ Ես մարդը 50 անց է, տեսեք։ Ասածս ինչա, Արբի ջան, ես կգնամ անդե ջյուդոյի մարզիչ կաշխատեմ, դու էլ կարող ես խոհարար աշխատել մանկապարտեզում։ Հա, եթե չասեն ունենք ձաձա, հարց չկա։ Բայց հա, ափսոս բրագարդ կիմանո չկա։ Չէ, բրագարդ այսպես խոհարարից զգեստ կա, բրագարդ, բայց կիմանո չկա։ Աշխարհի լավագույն խոհարարները ինձ նման զգեստ են կրում, բայց ես աշխարհի լավագույն խոհարար չեմ։ Մի տարբերություն օրինակ պարոն Արբի, որը էլի համ բրագարդ է կրում, համ աշխարհի լավագույն խոհարարներից մեկն է։ Աշխարհում ամենայտի խոհարարները տղամարդիկ են։ Այո։ Ինչու՞։ Կա պատասխան լուրջ այդ հարցին, հիմա քննարկենք, միջև այդ ուզում ասեմ, եթե անգամ դուք եք ուզում դառնալ լավ խոհարար կամ պարզապես ունենալ գեղեցիկ զգեստ խոհարարական, կամ աշխատելուց, կամ հորեկա ոլորտում աշխատելու ժամանակ զգեստ ունենալ գեղեցիկ, պետք է դիմել Բրագարդ Բաղրամյան 30 90 տարվա անուն, 90 տարվա որակ եւ պատմություն։ Так, պարոն Արբի, ինչի են աշխարհի լավագույն խոհարարները տղամարդիկ, թե դա միֆ է։ Հիմա շատ է փոխվում, առաջվա պես չի, որտեղ այն ժամանակ հնարավորությունը շատ չէր կանանց համար խոհարարության հետ զբաղվելու։ Բայց հիմնական խնդիրը, որ եղել է, ուղղակի ստրեսի լեվելն է խոհանոցի, որ մի քիչ բարդ է իր կոնտրոլը կանանց համար։ Դա, մենակ դա։ Եթե չէ ոչ մի բան չկա, իրանք եթե չեն կարողացել կամ չեն ներևացել, դրանից ավել է, որ հնարավորությունը չի եղել։ Զգում եմ շատ մասնագիտություններում ա տենց։ Դա իհարկե։ Եթե չէ, կամաց-կամաց ադապտացվելու հարց է։ Հիմա մենք մրցույթների որ գնում ենք, համարյա 60% կանայք են։ Աղջիկերք են։ Այս վերջերս Հայաստանում էլ խոշոր ինչ-որ, չգիտեմ ինչի, բայց այո, միջոցառում էր, բավականին շատ քանակով եկել էին խոհարարներ հայտնի տարբեր երկրներից եւ ինչն է հետաքրքիր այն երկրներից, որոնց մասին մենք մտածում ենք, որ կանայք այնտեղ հալածված են, չգիտեմ ինչ են, այդ երկրների խոհարարները լավագույն հենց կանայք են եւ իրեն ներկայացնում են իրենց երկրին լավագույն։ Հնարավորություն հարց է, ոչ մի այնտեղ լիմիտի բան չկա։ Խոհանոցի աշխատանքային մեջ մենակ ստրեսն է, որտեվ կանայք երբ որ ամուսնանում են, բան են հոգսերը մի քիչ տանավեր, շատ է իրանք արդեն սկսում են աշխատել, նաև պետք է այդ հոգսերը մարսեն խոհանոցում, էլի շատ process է գնում խոհանոցում։ Օրինակ լինում է, որ տրամադրություն չեք ունենում եւ ուտեստը համեղ չի ստացվում։ Դա միշտ տենց է։ Իսկապես, հիմա այսօր ունեք տրամադրություն։ Շատ։ Չենք թունավորվի, չէ՞։ Փորձենք եւ կհասկանանք պարոն Արբի տրամադրությունը։ Թունավորելու մասին չենք խոսում։ Դևերը կա։ Լավ, լավ։ Համեղ չհամեղի հարցն է եւ իսկապես ինձ թվում է որ դե ո՞ն բարի ուսուցիչը որ տրամադրություն չի ունենում, դե մարդ է։ Անենց տանգոյա պարում, կատաղածա լինում ես։ Հա, դա ուրիշ բան, դա ուրիշ բան։ Եթե խանդի տեսարան կամ չգիտեմ ինչ, այո, դրանք միգուցե։ Դե հետո չմոռանանք որ օրինակ այդ պարերը ծնվել են հենց այդպես։ Սիրո պարգորություն ունի, կրքի պարգորություն ունի։ Մեզ մոտ մի քիչ այդպես չէ, ցավոք սրտի։ Որն է ձեր սիրված պարը, որն է ամենան։ Երևի ռումբան, սիրո պարը, որը ամենաբարդն է պարվում, առհասարակ դանդաղ պարերը բարդ են պարվում։ Մեր հայկական ազգային պարերը ուղղահայաց պարեր են, մի քիչ ավելի թողիցներ են մասնագետները ավելի հեշտ են յուրացնելը։ Իսկ Լատինամերիկայում սպորտային պարերը առհասարակ բարդ կոորդինացիոն պարեր են, որոնք որ պետք է բավականին ճկունություն ունենաս, այո։ Իդեպ սպորտսմեններին հաճախակի են ուղարկում պարերի, որպեսզի կոորդինացիոն կարողանան, այո, բարելավել բոքսորներին, այո։ Այո, եւ առհասարակ ասում են որ նո ուժեղագույն բրծկամարտիկները, որոնք օրինակ լատինամերիկյան ծագում ունեն, մեքսիկացի կամ պուերտորիկացի, նրանք նաեւ հիանալի պարողներ են։ Եվ ֆուտբոլիստներն է կոորդինացիա եթե ունեն, ուրեմն հասկացար Արբի, ես ինչի չդարձա, ոչ նա, ինձ ամեն ինչ խանգարում է։ Պարոն Արբի, ինչի հասակ արդեն համեմունքի պահերը եկել են, թե մենք արդեն տապակելու պահերն է եկել ու վերջացնելու պահերը։ Համեմնելու համար մենք ունենք իհարկե մեր սիրելի Մարանիկը, անփոխարինելի Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվում է Մարանիկը։ Օկեանոսից այն կողմել են անցը, իսկ այս նորությունները կան, այս նորույթը, տեսեք։ Այդ գունավորը չի տեսել։ Ապակյա, ուրեմն տարաների մեջ իրենց աղացով կա աղ խոշոր, կա 4 տեսակի պղպեղ, կա սև պղպեղ, որ կարող եք աղալ, եւ կա արդեն աղացած կարմիր քաղցր պղպեղ, կարմիր կծու պղպեղ եւ սև պղպեղ։ Ես օգտագործում եմ ռեհանը տոլմայի մեջ, շատ համեղ է, բայց այդ չորացրած ռեհանը որպես այդպեսին այնտեղ կա, վաճառվում է։ Այն նրանց։ Այո, այդ դրանից եմ օգտագործում, շատ համեղ է։ Բայց սա էլ կփորձեմ։
Սա էլ կարելի է փորձել, տեսեք, որ Մարանիկը հասել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շուտով կհասնի Լուսին եւ Մարս, համի գաղտնիք Մարանիկ։ Մարանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաև իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք Մարանիկ։ Կզարմանաք, բայց ես շատ լավ խոհարար եմ։ Ես ինչի՞ պիտի զարմանամ։ Նենց որ ես եմ ասում, իմ ընկերները կփաստեն, ես շատ սիրում եմ խոհանոցը։ Իմ ընտանիքից է եկել երևի, մամայից եւ առասարակ, որ մեր տանը միշտ տարբեր տեսակի ուտեստներ եղա։ Ժամանակ միշտ գտնում եմ մի բան պատրաստելու, անգամ երբ հոգնած եմ տուն վերադառնում։ Մի զարմացնում եք։ Հա, փորձում եմ ինչ-որ բան պատրաստել եւ հյուրասիրել։ Ինչ են ամենաշատը պահանջում։ Աղցաններ։ Աղցաններ։ Կանաչ աղցաններ, այո։ Կանաչ աղցանները նշանակում է կանաչ։ Նկատի ունեմ հնարավորինս կանաչ եղենը լինի, որպեսզի դիետիկ լինի։ Ես խոհանոցում շատ բազմակողմանի զարգացած եմ, շատ սիրում եմ պատրաստել եւ սիրում եմ նաեւ փորձեր անել, տարբեր բաներ խառնել, նորարարություն մտցնել, իհարկե ավելի սիրահար եմ աղցանների, ապուրների, եւ ինձ ճանաչող ընկերները կփաստեն, որ ես խոհանոցում հաճախ եմ լինում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սննդամթերքը համեղ է թե ոչ։ Նայածով է պատրաստում մեկ եւ այո, կան սննդամթերքների վրա թվեր են նշանակված։ 3-ով սկսվող, 4-ով, 5-ով։ Օրգանիկ է 9-ով սկսվողները։ Եվ ավելի թանկ է բնականաբար, եւ ես այնտեղ համեղ եմ սնվում։ Կախված է նաեւ ինչ ես պատրաստում, ոնց ես եւ որ խանութից ես օգտվում։ Եվ դրպանի պարունակությունը, այո։ Իհարկե, ծովամթերքները անմահական են, չի քննարկվում, նա միշտ համեղ են, միշտ թարմ են, մատչելի են, յուրաքանչյուրի, որպես այդպեսին մսատեսակներից ամենահամեղը տավարի միսն է, այնտեղ շատ համեղ է։ Անգուսը ձկնամթերքը ոնց որ շուտով թանկանալու է այնտեղ շատ։ Այնտեղ ամեն ինչն է թանկացել, մենակ ձկնամթերքը չէ։ Ծովամթերքը թանկանում է, ինչի՞ է կապված։ Որոշումների սանկցիաների կապված։ Ֆրեդի Թրամփի։ Հա, բայց այդ ծովամթերքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովից։ Հա, բայց սաղմոն բանը սաղ գալիս է իրենց։ Նորվեգիա եւ այլն, հա, հասկացա։ Դե Մեքսիկա ունեն կողքը։ Իդեպ շատ համեղ նուռ ունեն։ Նուռը անմահական է, այո, Կալիֆոռնիայի նուռը եւ պոպոկը անմահական է։ Պոպոկը հայտնի է։ Կլիման ըստ երևույթի թույլ է տալի, արևը կա, ջուրը կա։ Մեզ գիտեք ինչ է խանգարում, ուղղակի որ տարին 12 ամիս նույն մրգերն են։ Ասենք մենք կլուբնիկա, մալինա կամ հատապտուղներ, սեզոն չկա, դու անդադար ուտում։ Գիտես չես կարոտում որպես այդպեսի։ Միշտ ձմերուկ կա, այսպես ասած, հա։ Ինչ չի հերիքում։ Ինչի դեֆիցիտ եք զգում Ամերիկայի Միացյալ, բացի շփումից։ Ընտանիքների, այս սրանց, բակային մեր սիրելի լուրպակը, հատուկ Դանիայից բերե հասցրել եք ձեզ։ Սրանք հարմար է։ 125 տարվա պատմություն, պարոն Ալբերտ։ Պակաս կա ընտանիքների, բակային խաղերի, բակերի, որ երեխաները ավելի շատ ժամանակ անցկացնեն։ 7 քար չեն խաղում։ Դե արդեն ստեղել չեն խաղում իրականում։ Իմ դպրոցում փորձում եմ պահպանել շարժախաղերի գիրք ունեմ հատուկ հայկական։ Այո, հայկական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում շարժախաղերի գիրք են թողարկել որպես այդպեսի։ 5 խաղ։ 200-ից ավել խաղ կա։ Էշմիլիցա, կներեք արդյունքից համար։ Այդպես է կոչում այդ խաղը, ինչ է։ Հավալա։ Հավալա, ահա։ Էլ ինչ կար։ Պահմտոցի։ Հալամուլա։ Մի խոսքով, սենց շատ խաղեր կան, այո, անունները չեմ հիշում, բայց իրոք կան։ Երեխաները զարմանում են, որ սովորում են։ Հաճույքով խաղում են, գնում են դպրոց, տարածում են մյուս ազգերի մեջ։ Որտեվ իրանք ուզում են տենց ճարպիկ եւ ավելի ակտիվ խաղեր խաղան, որպես այդպես նստած չլինեն խաղերը։ Եվ հաճույքով խաղում են։ Իսկ որ ասում եք օրինակ ֆուտբոլ, բրծկամարտ, մարզիչները, ինձ մոտ նշան Մունչյանն է դասավանդում, օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Ասեք ֆուտբոլն է Յուրա Մովսիսյանն է գալիս։ Չէ, բայց ունեն ֆուտբոլի շատ լավ մարզիչներ, ովքեր Միացյալ Նահանգներում են առաջատար դիրքերում, վոկալի մասնագետներ, շատ լավ ֆիթնեսի, մի խոսքով գրեթե այստեղի բոլոր լավ մասնագետները, ովքեր հայտնվել են Միացյալ Նահանգներում, մեր ընկերական շրջապատից ելնելով, մենք միասին փորձել ենք ստեղծել համայն։ Մի քանի տեղ են աշխատում, համ ինձ մոտ, համ ունեն իրենց կենտրոնները, մենք փորձի փոխանակմամբ աշխատում ենք։ Կարողանան մի քանի տեղ, որպեսզի հասցնեն որպես այդպեսին։ Եվ հող թափողները։ Հիշեցնեմ մեր սիրելի ուրեմն հեռուստադիտողին, որ լուրպակում ավելի շատ վիտամին A կա, քան այն բոլոր
վիտամիններում, որոնք որ դուք գնում եք եւ ուզում եք ընդունել։ Եվ ասեմ, որ սա արդեն դարձել է ոչ միայն կարագի կամ որակի, չգիտեմ, չափանիշ, այլ շատ մարդիկ մտածում են, որ կարագի անունը լուրպակ է։ Իսկ ինչ է անունը։ Լուր չէ, իր անունը լուրպակ է, բայց նայ, որ գնում ես աշխարհի լավագույն հյուրանոցներ, ինքնաթիռներ, սա որ տալիս են, երեխաները մտածում են, որ լուրպակ է, ոչ թե կարագ է, այլ լուրպակ։ Ինչպես օրինակ, չգիտեմ, Xerox, բայց դա բրենդի անունը, Santalic, այո։ Սա փաստորեն դարձել է չափանիշ, համի որակի եւ պատմության։ 125 տարի նույն վայրում կովիկներին աճացնում են խոտը կա, կովը կա, կաթը կա։ Դանիական լուրպակ կարագը ունի մոտ 125 տարվա պատմություն, եւ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարագը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպարկ բարձրորակ կարագը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը։ Լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Մենք այսօր գինի խմելու ենք։ Տակ, ինչ, պարոն Ալբին։ Գինի խմելու ենք այսօր։ Այո, իհարկե։ Եթե խմելու ենք սպիտակը բացենք, որ ես նաև ստեղ վստահ։ Սպիտակինի, ես ձեր ամենատգեղ բարմենն եմ պատմության մեջ։ Վարդուի, հայկական մթերքի դեֆիցիտ էլ հիմա գոյություն չունի, որտեվ կարծես թե շատ բաներ հասնում է։ Ամեն ինչ կա կավատակ, եթե նախկինում որևէ բան էին փոխանցում, հիմա հայկական ամեն ինչ կա, շատ համեղ այդ բաստուրմասու ջուղ, չգիտեմ, հայկական լավաշ, գինիները, այո, շատ համեղ, իդեպ օտարազգները օգտվում եւ զարմացած է։ Վայ, այդ ինչ է դա։ Վարդուի, տեսեք ինչ է սա։ Ես չէի տեսել, ինչա՞ է սա։ Հիմա լցնում է ու դեռ Ամերիկա չի հասել եւ ոչ մի կաթիլ։ Արդեն տնային տնտեսուհիները չեն մտածում իրենց սպորտների մակրության մասին։ Ինչպես է վերաբերվում այնտեղի կամ վիճակին, այդ պոլիտիկային առհասարակ, պետք է դա օրինակ առօրյայում քեզ խորացած ես։ Մենք ստեղ բոլորս առավոտվանց իրիկուն դրա մեջ ենք։ Ուզում ենք, չենք ուզում, այնտեղ էլ է այդպես։ Նահանգները դրանով է տարբերվում, որ անկախ նրանից հոսանքը կթանկանա, ջուրը կկտրվի, թե միտինգներ կլինեն, դու գրեթե տեղյակ չես լինում ոչ մի բանից եւ մենք առասարակ չգիտենք ով է մեր նահանգի, չգիտեմ, ֆինանսական մասով պատասխանատուն ղեկավարը եւ այլն։ Մենք գիտենք մեր քաղաքապետներին, իդեպ 4-ն են Գլենդելի քաղաքապետները, եւ մենք ընդհանրապես օրենքների հետ կապված գրեթե տեղյակ չենք լինում։ Այս քաղաքական վիճակը, թե կլինի Բայդենը կամ Տրամպը ինչ որոշում կկայացնի, ընդհանրապես բացի լուրերից, բացի լրատվականից, գրեթե չի շոշափվում կոլեկտիվներում, շրջապատներում։ Այստեղ շատ ընտանիքներում է այդ թեման։ Այսինքն այնտեղ չկա որ գան օրինակ դաստիարակչուհիները երեխեքը քնացնեն, նստեն սուրճ խմեն ու հանեն տրաս Տրամպին, Բայդենին ու բոլորին։ Ոնց որ ստեղ են կանում։ Մեր քաղաքականությունը բաց թողած Բայդենի շտարից կա այդ ամեն ինչ ուղղակի խոսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղ խեղճ մեր։ Վայ, ես այդ մարդկա ցականջներն չի այդքան վառվում։ Տրամպը ասում մենակ ես ու Բայդենը, ես ու Հարբին ենք խոսում։ Իդեպ ասե։ Բայդենը։ Իդեպ ասե որ Միացյալ Նահանգներում հրապարակ չկա, դու չես կարող հեղափոխություն կատարես։ Հատուկ է արված, որպեսզի դպրոցում երեխաները 2-3 տարին մեկ մասնատվեն։ Սովորում են 2 տարի մի դասարանում, փոխում են դպրոցը, փոխում են դասատուին, որպեսզի դու կապ չունենաս, կոմունիկացիայի մեջ չմտնես երեխաների կամ շատ վատ է։ Օրինակ մենք 10 տարի սովորել ենք նույն դպրոցում, նույն ընկերներն ենք ունեցել։ Հիմա մեր ժամանակը այդպես էր, բայց հիմա մինչև 9-րդ դասան սովորում մեկ դպրոցում 9 տարի թեկուզ։ 9 տարի հետո։ Իսկ այնտեղ 2-3 տարի փոխում են։ Ամեն անգամ, ամեն դպրոցը։ Եվ դու հեղափոխություն որպես այդպեսին հրապարակ կամ որևէ կետ, որտեղ կարող ես հանդիպել, որոշում կայացնել։ Բայց Լոս Անջելեսում հրապարակ չկա։ Ոչ։ Ես գիտեմ, որ Կալիֆոռնիա նահանգում մինչև $999 գողություն եթե անում էր խանութին։ Նախկինում։ Նախկինում այդպես էր, որ ոչինչ, ասում են դե լավ հիմա, տարավ։ Դե որովհետև այնտեղ ինշուրանսները շատ համակարգված է։ Ապահովագրական փաթեթները այնպեսին են, որ իրանք տեսնում են, որ դա արվում է։ Ուղղակի իրանք պետականորեն այնպեսի օրենքներ ունեն, որ ապահովագրված են։ Դրա համար չեն արձագանքում եւ այդքան ժամանակ ու գումար չէին տրամադրի, որպեսզի տվյալ իրավիճակը շտկեին, հա։ Իսկ հիմա շատ է փոխվել, շատ է խստացվել, ինչ որ չափով մենք ուրախ ենք, որովհետև անվտանգ է։ Ինչ որ չափով մաքրվեց այն խավը, որը խանգարում էր ապահով եւ հանգիստ ապրեինք, բայց նաեւ այն հայրենակիցներին է դա առնչվում, ովքեր որ թուղթ չունեն, բայց իրավական դաշտով իրանք նորմալ աշխատում եւ Բայց ես վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն անգամ Հայաստանում էր հորդորում, որ եթե դուք անօրինական եք կամ ձեր ծանոթը բարեկամը ուշ թե շուտ այդ խնդիրը առաջ կանգնելու է կայում։ Так, պարոն Արբի, ինչ եք ուզում մեզ ասել։
Ոչ, սպասում եմ F-ի, որ լսնեմ։ Հա, սպասում ենք, կարող ենք զրուցել դեռ։ Որ տարիքում է ամենաճիշտը գնալ Միացյալ Նահանգներ, եթե դու գնում ես։ Ամենակարևոր հարցն էր դա, որովհետև նայեք, մենք երբ որ դպրոցում, մանկապարտեզում սովորում ենք ընկերություն, փոխհարաբերվելու շփման կուլտուրա, ընտանիքի մոդել, կիսելու երեխաների միջև խաղը կամ սնունդը, դա շատ բազային տարիք է։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներ պետք է տեղափոխվել սեռահասունացումից հետո 18-19 տարեկանում, որպեսզի արդեն վերապատրաստվես կամ համալսարան ընդունվես, որպեսզի էլ բնավորությունդ կամ շրջակա միջավայրը չկարողանա ազդել քեզ վրա։ Այսինքն դու լինես արդեն ինչ որտեղ հաստատված անձնավորություն քո ներքին աշխարհով, որպեսզի շրջակա միջավայրը չազդի քո որոշման վրա, վատ առումով, այո, որովհետև շրջակա միջավայրի մակարդակի որակը այնտեղ շատ թույլ է տալիս պարբերաբար շեղվելու, հատկապես այդ տարիքում։ Տանը հասկացանք, որ հասցնում եք պատրաստել համեղ ձեր համար եւ ձեր ընտանիքի անդամների համար։ Ինչպես է քլինինգի հարցերը լուծվում։ Դուք ինքնուրույն եք մաքրում, հատուկ մարդիկ կան։ Միստեր Ջին ունեք, մենք օրինակ ունենք Միստեր Ջին, մեր օգնականն է։ Իմը Միստեր Ջինուհի է։ Միստեր Ջինուհիս, Միս Ջինուհիս գալիս է եւ թե դպրոցը, թե պարտեզը մաքրությամբ է զբաղվում։ Բնականաբար մենք էլ կողքից որպես այդպեսին, բայց դա շատ բարդ մասնագիտություն է, գիտեք, այդտեղ եւ թանկ վճարվող, շատ քիչ ես գտնում լավ մաքրուհի եւ երբեմն վիրավորվում են, երբ հայտարարություն ես տալի, որ փնտրում եմ լավ մաքրուհի, ինչի ես հավաքարար գտնում, եթե կարաս դու ինքդ արա վիրավորում ես մարդկանց, ովքեր որ հավաքում են եւ այլն, այնտեղ մի քիչ այլ կերպ է ընդունված, բայց դա բավականին թանկ հաճույք է Միացյալ Նահանգներում ունենալ։ Առհասարակ մաքրությունը բավականին թանկ հաճույք է, բայց Միստեր Ջինը գալիս է օգնության եւ այդ մաքրությունը ապահովում է։ Այսօր մենք ձեզ կնվիրենք, կտանենք ձեր Միստեր Ջինուհուն կծանոթացնենք մեզ Միստեր Ջինի հետ, ապակինները կարող եք լվանալ, հատակը, ամեն ինչ։ Առհասարակ Միստեր Ջինը մեր օգնականն է։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Միստեր Ջինը իր լվացող, մաքրող եւ ախտահանող միջոցներով։ Իդեպ Միստեր Ջինը ներկայանում է նոր լոգոյով։ Միստեր Ջին, ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Վարդուի այնտեղ ինչ ռեստորաններ եք այցելում, եթե այցելում եք, իտալական, մեքսիկական, չինական։ Մեքսիկական եւ իտալականը շատ համեղ է։ Հայկական էլ կան լավ ռեստորաններ, հիմա սկսել են արդեն սրճարաններ բացվել, նախկինում շատ չէին, հիմա արդեն տարածվում է։ Եվ ասեմ նույնիսկ ժենգյալով հացը Միացյալ Նահանգներում ունի մի կետ, որտեղ տարբեր քաղաքներից գալիս են, որպեսզի փորձեն հենց ժենգյալով հացը։ Իսկ այդ կանանչեղենը էլի այնտեղից հավաքում են։ Այնտեղից հավաքում են։ Չգիտեմ ոնց են ստանում, հավանաբար փոխարինում են, բայց երևի կրմնջուկ, հազար մի բան կա։ Կրմնջուկ, չգիտեմ։ Թերթնջուկ։ Հա, բայց 80%-ը օտարազգ է օգտվում այդ ռեստորանից։ Դե վերջով եթե խորանում ես, դա առողջ սնունդ է վերջով։ Առողջ սնունդ է։ Կանանչի եւ ցորեն, ուրիշ ոչ մի բան չկա, ջուր։ Եվ վարակիչ է, եթե համեղ բան է ուտում օտարազգը, միանշանակ օգտվում են որպես այդպեսին։ Պարոն Ալբի, երբ ենք ուտում, սովածացանք։ Ես էլ եմ սպասում։ Հա, դու էլ ես սպասում, հասկացա։ Վարդուի ժամանակ ունեն մեկ օրինակ ինչ որ սպորտային խոշոր միջոցառումների, NBA եզրափակիչ, հոկեյ, Lakers-ի խաղերին եկնում, LeBron James-ին կողքից տեսել եք մոտիկից։ Անպայման, ես Lakers-ի հետ կապված մի պատմություն ունեմ, որը դաշաներ ինձ համար։ Հայաստանից հյուրեր ունեի, ուզում էի այտենց լավ տեղ տանել, ասեցի, «Օ, Lakers-ի խաղն է, եկեք գնանք», գնացինք, ինձ ասեց, «Այստեղից մտի, որպեսզի ավտոկայանը ճիշտ մտնես եւ այլն»։ Ես էլ ասում, «Չէ, չի կարելի այդտեղից», ասում եմ, «Չէ, մտի կարելի է, չի կարելի», մի խոսքով մտա, իմ 4 անվադողերը ծակվեցին։ Սխալ տեղից էի մտել։ Ես մնացի այդտեղ կանգնած, խաղը սկսվում է, ափսոս է խաղը, մի կողմից ավտոս, մի կողմից Տոմսերը գնել ենք, Տոմսերը թանկ եմ գնել։ Ես մեքենաս թողեցի այդտեղ, իհարկե Միացյալ Նահանգներում ամեն ինչ համակարգված է։ Ես խաղի ժամանակ SMS ագրությունով այնպես արեցի, որ ծառայությունը հատուկ եկավ, մեքենաս վերցրեց տարի, ես վայելեցի խաղս այդ ընթացքում։ Հաղթեցին գոնե։ Հաղթեցին, այո։ Այս տարի գործերները ոնց որ այդքան լավ չի։ Այդքան աստեղ հավաքելն իրար գլուխ չեն կարող նորմալ խաղան, լավ։ Ինչքան մոտիկից էիք, ինչքան մոտիկ էիք։ Երրորդ շարքում էինք նստած։ Այո, ստադիոնում երրորդ շարքում էինք նստած։ Վերևը երրորդ, թե հենց պարկետից։ Այսինքն ամենաթանկ տեղերում։ Ամենաթանկ տեղում իրենք շատ բոյով էին, սենց էինք նայում իրար։ $300 ավել էր տոմսը իր արժեքը։ Շատ քիչ եք ասում։ Օ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում շուտով աշխարհի առաջնությունն է ֆուտբոլից։ Եվ օլիմպիական խաղերն է շուտով լինելու։ Եվ օլիմպիական խաղերը LA-ում։
Այնպես որ Իսկապես որ համեցեք։ դիզակետում եք։ Եփող թափողները։ Այս տարի Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի առումով պատմական տարի էր Հայաստանում։ Երբևէ ինձ մտքով չէր անցնի, որ կարող է աշխարհի առաջնությունը լինի Հայաստանում, որովհետև տարածաշրջանում այնպիսի վիճակ էր ստեղծվել, ոչ Ռուսաստանում, ոչ Վրաստանում, ոչ Եվրոպայում չէին կարող տարբեր երկրներ մասնակցել, իսկ Հայաստանը բացառիկ հնարավորություն Այո, ուներ։ ռուս մարզիկները կարող են գալ այստեղ առանց վիզաների։ Եվրոպական մարզիկներ էր գալիս եւ այս տարի աշխարհի առաջնությանը ես ուղակի հիացած եի, բրավո հայերին։ Ամշամարտի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն օրինակ անցկացվում են Խորվաթիայում, այդ նույն պատճառով, որ ռուս մարզիկները այնտեղ առանց վիզա եւ առանց խնդիր կարող են գնալ։ Տեսեք, խելացի գտնվենք այստեղ կարող ենք ինչ-որ, որտեվ ամեն ինչից կարելի է ինչ-որ բան լավ քաղել։ Ուղղակի ինձ թվում է մի քիչ PR-ի խնդիր ունենք, որովհետև այս վերջերս Գերմանիայից են վերադառնում ինքնաթիռի մեջ, յուրաքանչյուր նստատեղից առաջ դու տեսնում ես, որ հայտնի սպորտսմենի ինֆորմացիա է գրված։ Ինքնաթիռի մեջ փակցված են սպորտսմենների անուններ, տարբեր պատկերացրու քանի տեղ է ինքնաթիռում։ Այդքան սպորտսմենների 300-ից ավել սպորտսմենի անուններ էր փակցված եւ իրականում դժվար բան չի, չէ՞։ Բայց շատ հաճելի էր։ Ֆինանսական են հենց չի, որ եսի ինչ պիտի ծախսեն։ Ուղղակի կրեատիվ լավ PR-ի միջոց էր, որ օտարազգը կարողացավ տեղյակնել նաև տվյալ ազգի հայտնի մարզիկի մասին, այո։ Ինչու մենք չենք կարող այդպիսի հետաքրքիր բաներ մեզ թույլ տալ, չգիտեմ։ Բայց լավ որ գալիս եք, լավ որ այդպիսի գաղափարներ եւ մտքեր եք արտահայտում եւ ամենակարևոր ինձ համար, ես այնքան եմ ուրախանում, որ կայացած մարդիկ մեր երկրից գնում են, այնտեղ էլ են կայանում, չեն մոռանում իրենց երկիրը, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ չկայացած գնում են եւ չկայացած չեն կարող վերադառնալ, որտեւ իրենց թվում է, որ եթե դու գնացել ես այլ երկիր ինչ որ բան անելու եւ ոչինչ չես հասել, ուր հետ գնաս, ինչի համար է։ Եվ դա դառնում է մեծ հայկական տրագեդիա։ Ճիշտ եք ասում, բայց ես մի այլ բնավորություն ունեմ, որ նաև իմ ընկերներն եմ ներգրավում։ Օրինակ մեր դպրոցում մենք բացել ենք նաև թատրոն, որտեղ Սերգեյ Դանելյանը խաղում է իր ներկայացումները։ Մեր սիրելի Յոժը։ Այո, Յոժի համար մենք ստեղծել ենք այո, մի շատ գողտրիկ թատրոն, 200 հոգանոց թատրոն է, ամիսի 2 անգամ խաղում է իր ներկայացումները, էլի հայկական միջավայրում, իր աուդիտորիան ունի եւ արդեն 2 երկրով հանգիստ կարողանում է ներկայացումները տարածել Սփյուռքում։ Իշնորհիվ ձեզ։ Իշնորհիվ նայող մեզ։ Խնդրեմ, վախտին տեսնում եք Յոժու մետր։ Առավոտը շամպուն վարում։ Իսկ Գրիշան Աղախանյան, չէ՞։ Ընթացքում անուններ ես տալի, որ շատ վատ։ Պարոն Արբի, ավարտել եք։ Այո։ Այսինքն միսիան ավարտված է։ Միստեր Ջինին պետք է կանչենք այստեղ օգնությանը, որ մաքրություն անի, իսկ մենք մի քանի րոպեից կվերադառնանք եւ արդեն կփորձենք, կզբաղվենք դեգուստացիայով։ Հայերեն գեղեցիկ բառ կնի հաստատ դեգուստացիայի մասին, համտեսում, բայց դեգուստացիա մի քիչ այլ լուքսոտ, հա։ Համտեսում ոնց որ թե չէ։ Մեսուրը պաշտոցը պտտվեց եւս մեկ անգամ, գագաղում ներողություն եմ խնդրում, Մեսուրը պաշտոցից։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Համեղ հոտեր եմ զգում։ Բուրում է։ Շատ համեղ։ Так, ես այս ընթացքում գինիները լցնեմ։ Ես հիացած եմ հայկական գինիների տեսականիով։ Գինու մշակույթը այստեղ կարծես 2-3 տարիների ընթացքում 2-3 տարիների ընթացքում, նայեք, խնդիրը ինչու՞մն է։ Ինձ թվում է, որ ամենասկզբից այս բումը որ սկսեց, երբ որ առաջի գինեգործները դրսից եկան եւ սկսեցին ներմուծել եւ հասկանալ, որ սա իսկապես լավ բան է։ Այստեղ հիմա 20 տարի առաջ մոտավորապես այդ ամենը սկսեց 15, իսկ հիմա ամեն տարի չէ, ամեն ամիս ինչ որ նոր իսկապես բաներ են լինում, որ եւ սա էլ է, չէ, աշխարհ ցնցելու եւ աշխարհը ճանաչելու եւ աշխարհին քեզ ճանաչացնելու, այսպես ասած, հիանալի միջոց։ Հրաշալի է, որովհետև այնտեղ էլ շատ կան հայկական գինիներ եւ բավականին մրցունակ են Կալիֆոռնիայի գինիների Napa Valley, որոնք որ բավականին առաջատար են։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Իրականում, եթե դուք գինեգործության մեջ խորացած եք, պետք է հասկանաք, որ եթե օրինակ չլիներ Արգենտինան, եվրոպական գինիներ այսօր չեին լինի ընդհանրապես, որտեվ 19-րդ դարի, 20-րդ դարի սկզբում, 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ այդ ահավոր
բոբոները եկան եւ ֆրանսիական, իսպանական, պորտուգալական գինիների հեր անիծեցին, այսինքն խաղողի։ Եվ այդ խաղողի էնդեմիկ տեսակները, որ տալ են ժամանակին Լատինական Արգենտինա, բերել են հետ։ Եվ եթե այդ խաղողը չլիներ, այսօր ֆրանսիական գինի չէր լինի։ Այսօր Եգոր Գլումովը պաշտպանեց իր դեսերտացիան։ Գինիների սնունդ, ես հիացած եմ ձեր գիտելիքներով։ Դա էլ եք պատրաստվել։ Ես պատրաստվում եմ միշտ։ Պատրաստ։ Պարոն Արբի։ Ահա։ Ձեզ։ Так։ Սիրելի պանիրը։ Սիրուն է։ Ինչ ռոմանտիկ է։ Ահա։ Սա։ Պարոն Արբի, ձեզ պատարակա։ Շնորհակալ եմ։ Ինձ պատարակա։ Չեք պատկերացնի ինչ համեղ հոտ եմ ես հիմա վայելում։ Համ գինու, համ պաստայի։ Նախ եկեք մի հատ վարդու կերած խմենք։ Եվ գիտեք ինչ, հաջողված մարդը պետք է հաջողված լինի ամեն ուր։ Եվ շատ հաճելի է, որ մենք իսկապես վարդուն ճանաչում ենք մանկուց փաստորեն։ Մարդկա դեռ ծնված չէր, իսկ վարդույն արդեն շանթում աշխատում էր։ Եվ ուրախ ենք միշտ այդպես հաջողություններով լի լինեք, ձեր գործունեությունը ծավալեք օվկիանոսից այն կողմ եւ միգուցե օվկիանոսից այս կողմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանում է բացեք մի հատ այդպիսի փոքրիկ մանկապարտեզ, բարի դպրոց։ Ինչքան որ վերադառնում եմ գալիս եմ Շանթ, ես ինձ այստեղ տանն եմ զգում, ինձ շատ հաճելի է։ Շնորհակալ եմ հյուր կանչելու համար, միշտ պատրաստ եմ լինել հեռուստաընկերության եւ առասարակ լավ նախագծերի կողքին։ Ինքս որ վերադառնամ անպայման խոհարարության մեջ, ինչու՞ չէ նաեւ պարային նախագծերում ակտիվ կլինեմ։ Так, իսկ հիմա անցնենք պարոն Արբիի հերթական շեդևրի սնկով, հավով պաստա։ Այո, ռիգոտինի պաստա։ Իդեպ տեսքը շատ համեղ էր, բայց համը գերակշռեց, համ ավելի համով էր, քան տեսքը։ Անպայման տանը կպատրաստեմ։ Կարա պարոն Արբին ձեր մանկապարտեզում աշխատի։ Ոայ, այսօրվանից ես ձեզ ընդունում եմ աշխատանքի մեզ մոտ։ Պարոն Արբի։ Մինուս եք ետալը։ Գտել ենք։ Վիզան իմ կողմից, մնում է պարել սովորեք։ Հա։ Չա։ Խեղտվեց։ Չա։ Վայ, ինչ համով է։ Իսկ հետո կսովորացնեք ոնց պատրաստենք։ Համարյա տեսել եք, բան չկա դժվար մեջը։ Ուրիշ բան չկար, չէ՞, հասկում սախում։ Ընդհանրապես։ Ոչ մի մոգական ստեղ էի։ Չէ, մի բան կրպանի, բայց ստեղ էի։ Անջատեք կամերաները, հանգիստ ուտենք, հետո Վարդուն հանձնենք իր նվերները, որ Ամերիկա դատարկ ձեռքերով չի վերադառնա։ Եփող թափողները։ Վերադարձանք տաղավար եւ մնում է մեկ բան Վարդուն հանձնենք իր նվերները։ Մարանեկի կողմից նվերներ, Միստր Ջինու համար եւ Լուրպակ։ Ինչ հաճելի, այս ամենը իմն է։ Այս ամենը քոնն է, տանելու ես քո հետ այնտեղ որտեղ ամեն ինչ կա։ Շնորհակալություն պարոն Արբի, հիանալի համեղ ուտես պատրաստելու համար։ Շնորհակալություն Վարդուի, որ ինչպես միշտ եկաք եւ գեղեցկացրեցիք, լցրեցիք պոզիտիվով մեր եթերը եւ ինձ թվում է տասնյակ հազարավոր մարդիկ կարոտած սկսեն Շանթին նորից նամակներ գրել ուր է Վարդուին, ինչի է առավոտյան եթերը ինչ որ անհասկանալի ճաղատ անձնավորությունները վարում, ոչ թե Վարդու Ալեքսանյանը։ Համաձայն եմ ձեր հետ, որտեվ ինձ էլ է ավելի հաճելի Վարդուն տեսնել հեռուստաէկրանով, քան ինձ, հավատացեք։ Այսօր այսքանը կհանդիպենք։ Ցե։ Եփող թափողները։